Ես այսօր երկու տարբեր կարճ պատմություն եմ ուզում ձեզ պատմել։ Մեկը պատմություն է Նիկոլ Փաշաևի և Ալեն Ալիևի մասին։ Նրանց ծնողները Գյորգյոզն ու Ֆաթիման ապրել են Հայաստանում, հետո գնացել են Ադրբեջան։ Նիկոլը և Ալենը հանցագործություններ են կատարել ու դատապարտվել են ՑՄ ազատազրկման ու նստած են Սումգայիթի բանտում։ Նրանց մյուս 300,000 ադրբեջանցիների հետ առաջարկվում է ազատություն Հայաստան տեղափոխվելու և ապրելու պայմանով։ Նրանք այդ 300,000 Սաֆարովա նմանները գալիս են Հայաստան, ապրում են մեր գյուղերում ու քաղաքներում, հետո վտարում են մեզ մեր երկրից, Հայաստանը դարձնում Արևմտյան Ադրբեջան։ Սա մի պատմություն էր։ Կա նաև մեկ այլ պատմություն։ Դա պատմություն է Նարեի և Նարեկի մասին։ Նարեն ու Նարեկը երիտասարդ ամուսիններ են։ Նարեն զբաղվում է փոքր բիզնեսով և ազատված է հարկերից։ Նա զբաղվում է գյուղատեսական մթերքների վաճառքով, որը ձեռք է բերում գյուղմթերման կայաններից։ Նարեկն աշխատում է նոր ստեղծված 300,000 աշխատատեղերից մեկում և աշխատում է վերամշակող արդյունաբերության ոլորտում։ Նրանք ապրում են սիրով, համերաշխ ընտանիքում և արդեն իրենց 4-րդ զավակ ունենալուց ստանում են հավելյալ 2 միլիոն դրամի աջակցություն, 5-րդ զավակն ունենալուց նոր բնակարան։ Նրանք մինչ այդ օգտվել էին 20,000 մատչելի բնակարանների ծրագրերից։ Նրանց որդին ծառայում է Հայաստանի զինված ուժերում, ամսական ստանում 40,000 դրամի դրամական փոխհատուցում, ծառայությունից հետո ստանում անվճար բարձրագույն կրթություն։ Զինվորական հրամանատարությունը նրանց հարգանքով է վերաբերվում, որովհետև այդ հրամանատարները գնահատված են։ Նրանք էլ իրենց հերթին են օգտվել մատչելի բնակարանների առանձին ծրագրերից։ Նարեկն ու Նարեն իրենց համերաշխ ընտանիքով ճամփորդում են Հայաստանով մեկ և օգտվում են $1 միլիարդ զբոսաշրջային ծրագրերի արդյունքներից։ Նրանց ծնողները ստանում են հավելյալ 12,000 դրամի թոշակ, նրանց հեռավոր ազգականները ստանում են 150,000 դրամի փոխհատուցում և գտնվում էին ծայրահեղ աղքատության մեջ։ Սա էլ մեկ այլ պատմություն է։ Հիմա մենք պետք է հունիսի 7-ին ընտրություն կատարենք այս երկու պատմությունների մեջ։ Նիկոլի ու Ալիևի, Ալենի էլի, Նարեի ու Նարեկի միջև, անվերջանալի պատերազմների ու պարտությունների կամ խաղաղության ու բարեկեցության միջև, Արևմտյան Ադրբեջանի կամ ուժեղ Հայաստանի միջև։ Ես արդեն գիտեմ, թե մենք ինչ ենք ընտրելու։ Մենք ընտրելու ենք Նարեին ու Նարեկին։ Մենք ընտրելու ենք խաղաղություն ու բարեկեցություն։ Մենք ընտրելու ենք ուժեղ Հայաստան։ Սիրելի հայրենակիցներ, խաղաղություն են խոստանում մարդիկ, ովքեր միայն պատերազմներ են բերել մեր երկրին։ Խաղաղություն բերողը նախ ինքը պիտի խաղաղ լինի։ Նրա ամեն մի խոսքը կոնֆլիկտ է, ամեն հանդիպումը հակամարտություն։ Խաղաղություն բերողի տանը պիտի խաղաղություն լինի։ Խաղաղություն բերողի երկրում պիտի խաղաղություն լինի։ Բոլորին դարձել է իրար թշնամի, բոլորին հանել է մեկը մյուսին դեմ։ Այդպես խաղաղություն չի լինում։ Խաղաղությունը գրել են դոշներին, յալանչու նման ընկել են փողոցները ման են գալի։ Բացի իրենց շապիկներից, ուրիշ որտեղ է գրած այդ խաղաղության մասին։ Ոչ մի միջազգային պայմանագրում, ոչ մի փաստաթղթում այդ մասին գրառում չկա, ոչ մի երաշխիք այդ խաղաղության մասին չկա։ Խաղաղություն հնարավոր է միայն մի դեպքում, երբ որ կառավարական շենքի այն աշխատասենյակը լուսավորվի և այնտեղ նստի Սամվել Կարապետյանը։ Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։ Սիրելի հայրենակիցներ, ուժեղ Հայաստանում բոլորն են շահելու, թե ֆերմերները, թե ձեռներեցները,
թե ծերերը, թե երեխաները, թե ուսուցիչները, թե բժիշկները մեծ հնարավորություններ են բացվելու երիտասարդների առաջ, սովորելու, աշխատելու, ստեղծագործելու, վերականգնվելու եւ ուժեղանալու է Հայաստանի եւ Սփյուռքի կապը, որը նաեւ այս պառակտումը արկա է հիմա։ Երկար ժամանակ է, որ մենք տարբեր մարկանցից լսում ենք այս հարցադրումները։ Լավ, այս ամենի վերջը երբ է գալու։ Լավ, ոնց է հնարավոր ազատվել սրանցից։ Լավ, մեկը չկա, որ սրա հախիցը գա։ Հունիսի 7-ը տալիս է այդ 3 հարցերի պատասխանը։ Վերջը եկել է եւ դրա օրը սահմանվել է հունիսի 7-ին։ Ազատվել հնարավոր է ընտրություններին մասնակցելու եւ 3-րդ համարի քվեաթերթիկն ընտրելու միջոցով։ Կա այդ մեկ մարդը, ով որ տալու է այս ամենի վերջը, դա քվեատուփի մոտ 3-րդ համարի քվեաթերթիկով կանգնած քաղաքացին է։ Սիրելի հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին անկախության հռչակագիրը սահմանել է մեր նորանկախ պետության անունը, փառահեղ անուն, Հայաստանի Հանրապետություն, կրճատ անունն է Հայաստան։ Ադրբեջանա-թուրքական ռեժիմը ուզում է չեղարկել մեր անկախության հռչակագիրը, կործանել մեր պետությունն ու եկեղեցին եւ այս սրբագույն տարածքի վրա ստեղծել հարամ մի պետություն արևմտյան Ադրբեջան անունով։ Մենք դա թույլ չենք տալու։ Հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց, հայրենիքի մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ մենք ունենալու ենք ուժեղ